Հայաստանի կառավարությունն այսօր առավոտյան արտահանողներին աջակցող երկրորդ ծրագիրը հաստատեց, ըստ որի որոշ ապրանքների դեպքում տնտեսվարողները փոխհատուցում կստանան։ Օրվա երկրորդ կեսին արդեն Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, սահմանափակում է Հայաստանից բուսական ծագման ամբողջ արտադրանքի ներմուծումն ու դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով։ Ռուսական կողմը պատճառաբանում է, թե Հայաստանից ներմուծված մի շարք բեռներում հայտնաբերվել է գյուղատնտեսության համար վտանգավոր կապրաբզեզ։ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող եւ Հայաստանից առաքվող ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաեւ Ռուսաստանի տարածքով այդ արտադրանքի տարանցումը դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Ծառայությունն ընթացիկ տարվա մայիսից սահմանափակում էր հայկական կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի առանձին տեսակների ներմուծումը, ինչպես նաեւ բազմիցս հայկական կողմին տեղեկություններ էր ուղարկում մատակարարումների խախտումների վերաբերյալ, սակայն հունիսին հայտնաբերվել է կապրաբզեզով վարակվածության 3 դեպք։ Հայաստանից ներմուծված ընկույզի, չորացրած դեղցի եւ չորացրած լոլիկի խմբաքանակներում։ Օրինակ, կապրաբզեզն ունակ է ոչնչացնել պահեստավորված արտադրանքի մինչեւ 70%-ը։ Հայկական ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգի տակ է դնում Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությունը։ Օդային ճանապարհով Ռուսաստան թութ արտահանող Freshline ընկերությունն այսօր Բեռն օդանավակայան ուղարկելիս տեղեկացել է, որ Ռուսաստանն արգելել է նաեւ թթի ներմուծումը։ Ռուսական սահմանափակումների այս շրջանում վարչապետ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ Հայաստանը չպետք է կախված մնա մեկ շուկայից։ Դեպի Եվրամիություն եւ այլ երկրներ ապրանք արտահանողներին այսօր էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջայանը տեղեկացրեց. Ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կերասին 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ եւ հանքային ջրի համար 150 դրամ։ Պարոն վարչապետ, տնտեսվարողների համար ծրագրի շահառու դառնալու մեխանիզմն ավելի հասկանալի լինելու համար ներկայացնեմ, որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն։ Freshline ընկերությունը գյուղացիների բերքն արտահանելուց բացի Ռուսաստան էր մատակարարում նաև սեփական այգիների արտադրանքը։ Ընկերության տնօրեն Ազատությանն ասաց, որ ծրագիրը մեծ աջակցություն է, իրենք անպայման կօգտվեն։ Ոնոմա Ծիրանի բազության, Ծիրանի դրած գինը 200 դրամ, որը որ էլի բավարար է, իհարկե օգուտ է, օգնելու է արտահանողներին։ Ընկերությունը նաև դեղց ու սև սալոր է աճեցնում, սակայն դրանց ծավալները փոքր են, իսկ այլ շուկաներում ըստ տնօրենի դրանք մրցունակ չեն։ Այդ պատճառով սուբսիդավորման ծրագրերից հիմնականում կօգտվեն Ծիրանի արտահանման համար։ Հիմա Ծիրանի ինչ ծավալ եք նախատեսում արտահանել ու որ երկրներն եք դիտարկում։ Դիտարկում ենք Ուկրաինան, դիտարկում ենք Ռումինիան, դիտարկում ենք Բուլղարիան, նաև Հոլանդիա ունենք, կարծում եմ մոտ 1000 տոննայի մոտ պետքա որ կարողանանք արտահանել։ ՄԱՊ ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը նույնպես դրական է գնահատում կառավարության այս աջակցությունը եւ ասում, որ կօգտվեն ծրագրից։ Նրա խոսքով ընկերության կոնյակը շարունակում է մուտք գործել ռուսական շուկա, թեև դժվարություններ կան։ Սակայն քանի դեռ պարզ չէ, որքան ժամանակ կգործեն պետական այս սուբսիդիաները, նոր շուկաներ որոնելու մասին խոսելը վաղ է, ասում է Պետրոսյանը։ Ընկերությունը նախ կփորձի ամրապնդել արդեն իսկ ունեցած շուկաները։ Եթե կոնյակի ծրագիրը 1 ամսով է, 3 ամսով է, 6 ամսով է, դու չես հասցնի նոր շուկաներ գտնես, բայց դու կարողանաս քո շուկաներում, որը որ արդեն ունես, ավելի ամրապնդվես։ Մասնավորապես նկատի ունեմ, օրինակ, Գերմանիայի Դաշնություն ես կարող եմ զանգել իմ գործընկերոջը եւ ասեմ, սենց լավ ծրագիր կա։ Արի, ես քեզ զերծ չանեմ, դու շատ ինձանից առ Գերմանիայում վաճառի։ Կարճաժամկետ ծրագրի դեպքում աշխատող տարբերակ կա, բայց ես չեմ կարող նոր շուկաներ գտնել, որովհետև չեմ էլ հասցնի գտնեմ, որովհետև դու նոր շուկա գտնելու, բանակցելու, պայմանագրերը կապելու եւ ապրանքը արտահանելու մինիմումը միջինում տևում է 1.5-ից 2 տարի։ Եթե կառավարությունն աջակցում է, որ հայկական արտադրանքը մուտք գործի նաև Եվրամիության շուկաներ, իսկ եվրոպացի գործընկերներն էլ պատրաստ են աջակցել եւ աջակցում են գործընթացին, ապա ինչ ազդեցություն դա կարող է ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, հաշվի առնելով, որ այն շարունակում է մնալ Հայաստանի ամենամոտ արտահանման շուկան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծել է, այդ բոլոր հարցերը ռուս գործընկերների հետ կքննարկեն հանգիստ եւ առանց նյարդերի։ Ռուսաստանի Դաշնության հետ էլ մենք եղբայրաբար բարեկամաբար համբերատար կքննարկենք այնքան առանց
վիճաբանությունների մեջ մտնելու, առանց բանի, առանց այդպես նյարդի հանգիստ հանդարտ կխոսանք, կքննարկենք եւ կկարգավորենք այն հարցերը, որոնք պետքա կարգավորվեն։